Գիրք Եզեկիել, գլուխ 25. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, երեսը դեպի Ամոնի որդկանցն արա, և մարգարեացիր նրանց դեմ, և ասիր Ամոնի որդկանցը. լսեցեք Տեր Եհովայի խոսքը, այսպես է ասում Տեր Եհովան, որովհետև դու վաշ ասեցիր իմ սրբարանի մասին, երբ որ նա պղծվեցավ, և Իսրայելի երկրի մասին, երբ որ նա անապատացավ, և Հուդայի տան մասին, երբ որ նրանք գերի գնացին։ Դրա համար ահա ես քեզ պիտի արևելքի որդկանցը մատնեմ իբրև ժառանգություն, որ նրանք իրանց գյուղերը շինեն քեզանում, և իրանց վրանները դնեն քեզանում։ Նրանք պիտի ուտեն քո պտուղները, և նրանք պիտի խմեն քո կաթը։ Եվ ես Ռաբբան պիտի ուղտերի փարաղ շինեմ, և Ամոնի որդկանցը հոտերի մակաղատեղ, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, որովհետև այսպես է ասում Տեր Եհովան. նրա համար, որ դու ծափ տվիր, և ոտքով գետինը տրոպեցիր, և քո բոլոր արհամարանքովը հոգով չափ ուրախացիր Իսրայելի երկրի վրա։ Դրա համար ահա ես իմ ձեռքը մեկնում եմ դեպի քեզ, և քեզ մատնում եմ ազգերին իբրև հափշտակություն, և ես քեզ պիտի փչացնեմ ազգերից, և քեզ պիտի կործանեմ երկիրներիցը։ Ես քեզ բնաջինջ պիտի անեմ, և դու կիմանաս, որ ես եմ Տերը։ Այսպես է ասում Տեր Եհովան, որովհետև Մովաբը և Սեիրն ասեցին, թե ահա Հուդայի տունը ամենազգերի պես է։ Դրա համար ահա ես պիտի բանամ Մովաբի կողմը քաղաքներիցը, նրա քաղաքներիցը նրա սահմաններիցը, երկրի պարծանք Բեթեսի մոթը, Բելմոնը և Կարիաթեմը արևելքի որդկանց համար, Ամոնի որդկանց հետ միասին պիտի սա էլ տամ իբրև ժառանգություն, որպեսզի Ամոնի որդկանց հիշատակ չլինի ազգերի մեջ։ Մովաբումն էլ եմ դատաստաններ անելու, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը։ Այսպես է ասում Տեր Եհովան, որովհետև Եդովմը սաստկություն գործածելով Հուդայի տանիցը վրեժ առավ, և նրանից վրեժ առնելով հանցան գործեց։ Դրա համար այսպես է ասում Տեր Եհովան. ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա, և նրանից բնաջինջ անեմ մարդը և անասունը, և նրան պիտի Թեմանից առավել անապատ շինեմ, և մինչև Դեդան պիտի սրով ընկնեն, և իմ վրեժը պիտի կատարեմ Եդովմի վրա իմ ժողովուրդ Իսրայելի ձեռովը, և նրանք պիտի անեն Եդովմի մեջ իմ բարկության և իմ սրտմտության համեմատ, և նրանք պիտի ճանաչեն իմ վրեժը, ասում է Տեր Եհովան։ Այսպես է ասում Տեր Եհովան, որովհետև փղշտացիք վրեժխնդրությունով վարվեցան, և հոգի արհամարանքով վրեժ առան մշտական ատելությունով ապականելով։ Դրա համար այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես իմ ձեռքը տարածում եմ փղշտացիների վրա, և նրանց քերեթիներին պիտի բնաջինջ անեմ, և պիտի փչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը, և նրանց մեջ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ սրտմտության հանդիմանություններով, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ իմ վրեժը կառնեմ նրանցից։